Այս գիրակին Նիկոլ Փաշինյանը եւս մարզում է անցկացրել տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոերթը։ Փաշինյանն իր կաբինետի անդամների հետ ծանոթացել է հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Գյումրի նոր կառուցված ճանապարհին։ Փաշինյանի Գյումրի այցի գլխավոր ինտրիգը Աննա Հակոբյանն էր, նա ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին։ Աննա Հակոբյանը սակայն խուսափել է պատասխանել լրագրողների հարցին, արդյոք միացել է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ երեկոյան Գյումրիի հրապարակում վարչապետի համերգներ։ Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում էր, ներկայացնում էր իր առաջնորդած քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը։ Գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի դեպքին։ Ըստ քաղաքապետի դեպքը պարզելու համար աղբավայր մոնիտորինգ պետք է անցկացվի, իսկ նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիքներ կան։ 44-օրյա պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը առաջարկում է ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ Տաշիր Պիցացանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին եւ Մայից Բաղումյանին կալանավորել։ Սկանդալ հայկական ֆուտբոլում Ուրարտուի գլխավոր տնօրենը խիստ քննադատել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած Ուրարտուի եւ Ալաշկերտի միջև հանդիպման մրցավարությունը։ Ակումբը հրապարակավ դժգոհություն է հայտնել, պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայից անհապաղ բարելավել մրցավարության որակն ու հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր թիմերին։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը չի մասնակցի Իսլամաբադում Իրանի հետ բանակցություններին, հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։ ԱՄՆ առգրավել է իրանական բեռնատար նավթ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել։